Ռիոփենի եթերում Ռինյուզի գլխավոր թողարկումն է բուռն օրեր եւս մեկ եպիսկոպոս են ձերբակալել, մեծ թվով քահանաներ են տարել քննչական, հիմա ամեն ինչ հերթով նախամարոտ։ Քննչականը ձերբակալել է եւս մեկ եպիսկոպոսի, բերման ենթարկել 12 քահանայի, ինչ է կատարվում։ Ակնհայտ ապօրինություն, թե Ադրբեջանից եկած ազդակ, ինչ են խոսում իշխանական ու ընդդիմադիր ճամբարներում։ Ալիևը ձերբակալել է իր ու իր հոր աշխատակազմի ղեկավարին, ինչ կապ ունի Մոսկվան։ Պակիստանն ու Աֆղանստանը պատերազմ են սկսել, փորձել ենք հասկանալ ինչու։ Եվ քաղաքացու հուսահատ ճիչը Երևանի խցանված հեղեղատարները սկսել է անձամբ մաքրել մի ծրագրավորող։ Թե ինչ օրն իր հետ բերեց նոր սկանդալ, չնայած արդեն ամեն օր են լինում արտառոց դեպքեր, այս անգամ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ու ձերբակալել Արագածոտնի թեմի առաջնորդին, որին ըստ փաստաբանի շուտով ամենայն հավանականությամբ կկալանավորեն։ Մայրաթոռի տեղեկություններով բերման են ենթարկվել թեմի 12 քահանաներ, իրականացվել է 2 տասնյակ վայրի խուզարկություն, պարզվել է, որ քրեական գործը հարուցվել է հավաքներին մասնակցել հարկադրելու հոդվածով։ Մի խոսքով այսօր Արագածոտնի կարծես ամբողջ թեմը տարել են քննչական, իսկ ինչից է ամեն ինչ սկսվել։ Մոտ 1 ամիս առաջ մի քահանա գնացել էր հանրային հեռուստաընկերություն ու հայտարարել, որ իրեն հարկադրել են մասնակցել ընդդիմության հանրահավաքներին, ահա նա, 2021 թվականին։ Եվ հիմա 1 ամիս անց պարզվում է, որ այս քահանայի հայտարարությունից հետո, որն ի դեպ եւս Արագածոտնի թեմից է, ակտիվիստ Դանիել Իոնիսյանը դիմել է իրավապահներին, որ պարզեն հարկադրել են նրան մասնակցել ընդդիմության հանրահավաքներին, թե ոչ, ու հարուցվել է քրեական գործ։ Եկեք տեսնենք ինչ եղավ այսօր Արագածոտնի թեմի հետ ու շարունակենք։ Հովհանավանքի քահանա Տեր Արամն է, միայնակ է պսակադրության կարգն անում, մյուս հոգևորականը ձերբակալված է, իսկ դպիրներն ու սարկավագները հրաժարվել են նրա հետ մասնակցել պսակի արարողությանը։ Ձերբակալություններով ու խուզարկություններով է բացվել առավոտը Արագածոտնի թեմում։ 5 հոգևորականին եւ թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին են բերման ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո։ Ավելի ուշ փաստաբան Արա Զոհրաբյանն է ահազանգել, որ Արագածոտնի թեմի առաջնորդին կալանքի են տանում։ Ըստ Զոհրաբյանի, Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել հավաքների հետ կապված, նաև քվեարկության արդյունքների վրա առերևույթ ազդելու համար։ Մինչև կալանքի մասին տեղեկությունը հայտնի չէր եպիսկոպոսի գտնվելու վայրը։ Պետական մարմնի այս վարքագիծն ըստ պաշտպանների առերևույթ համապատասխանում է քրեական օրենսգրքի բռնի անհետացման վերաբերյալ հոդվածին։ Այս մասով ես ինքս արդեն հաղորդում եմ ներկայացրել եւ նաեւ իմ Facebook-յան էջում սրա մասին գրել եմ, որովհետեւ մեր բոլոր փորձերը մեր վստահորդին հանդիպելու փաստորեն ձախողվել են։ Մամուլում լուրեր էին պտտվում, թե ձերբակալություններն իրականացվել են Հովհանավանքի քահանա Տեր Արամի դատախազություն ներկայացրած հաղորդման հիման վրա։ Ավելի վաղ հանրային հեռուստատեսության եթերում քահանան հայտարարել էր, որ 2021-ի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով, որը փաստացի Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանն է, իսկ նա Գարեգին II վեհափառի քրոջ որդին է։ Հրահանգը եղել է, որ մանավանդ որ ես Երևանում եի ապրում, պետքա մասնակցեի բոլոր ցույցերին։ Դա այն դեպքում, որ ինձ վանքում սպասում են շատ մարդիկ, ովքեր որ Աստծո խոսքի կարիքն ու պակասը ունեին։ Ասենք որ ասեք չեմ գնում ցույցի, ինչ պետք է լիներ։ Խնդիրներ կլիներ։ Պետք է հստակ բացատրեի, թե ինչու չեմ գնում։ Ուրեմն քաղաքական այլ հայացքներ ունեմ, եթե չեմ գնում։ Տեր Արամը 24 News-ի հետ զրույցում հերքել է շրջանառվող լուրերը, ասելով, որ նրանցից է լսում հոգևորականների ձերբակալության մասին եւ հարցազրույցից բացի որևէ տեղ ինքը հաղորդում չի ներկայացրել։ Ավելի ուշ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց։ Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելուն կամ հարկադրելուն նյութապես շահագրգռելու դեպքի առիթով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում կատարվում են վարութային եւ ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ Երևանի քննչական կոմիտեում էին Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ, Տեր Փառեն քահանաները։ Ավելի ուշ Բաքում հավաքված փաստաբանները հայտնել են, որ եւս մեկ հոգևորականի են ձերբակալել եւ բերում են քննչական կոմիտե։ Սաղմոսավանքի հովիվ Տեր Փառենն առանց ցուցմունք տալու ժամեր անց դուրս է եկել շենքից, վաղը պաշտպանի հետ ներկայանալու պայմանով։ Բերման ենթարկված հոգևորականներն ունեն վկայի կարգավիճակ։ Իրենք արգելանքի տակ այս պահին չեն գտնվում, նրանց ազատությունը սահմանափակված չէ, բայց տեսնում ենք, որ դուք էլ մեզ հետ արդեն առավել քան 2 ժամ է, չենք տեսնում, որ հոգևորականները դուրս գան եւ ազատ տեղաշարժվեն։ Իրավապաշտպանները նաև նշել են, որ հսկող ոստիկանները թույլ չեն տվել իրենց մտնել շենք եւ շփվել վստահորդների հետ, իրականացնել նրանց պաշտպանությունը։ Խոսել ոստիկանների միջոցով։ Մարդկանց էլ խիստ հրահանգել են ոչ մեկի չթողել
Իրանք են տանջելու փորձ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արագածոտնի առաջնորդարանից քննիչները մեծ քանակությամբ իրեր են հանել, այդ թվում համակարգիչներ եւ թղթապանակներ։ Մերի Դանիելյան, Open Media։ Արագածոտնի թեմի հետ այսօր տեղի ունեցած օրվա գլխավոր իրադարձություններ, արձագանքները շատ սպասելի էին, իշխանական կողմը քննադատում է հոգևորականներին, որ խառնվում են քաղաքականությանը ու տեղի ունեցող դիտարկում են բացառապես օրենքի տեսանկյունից։ Ընդդիմադիրներն էլ սա անվանում են եկեղեցու դեմ հերթական արշավ, հիշեցնելով, որ 2 օր առաջ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահ Շուքյուր Փաշազադեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպանը քննադատել էր հայ եկեղեցուն, որպես սպառնալիք խաղաղությանը։ Այս պահին արդեն 3 Տավուշի, Շիրակի եւ Արագածոտնի թեմերի ղեկավարներն անցնում են քրեական գործերով, ու սա ի թիվս այլ շատ լուրջ խնդիրների շատ ուղիղ ազդեցություն է գործում նաեւ մարդկանց առօրյայի վրա։ Օրինակ այսօր Նյուզեևի մեր գործընկերները պարզել են, որ աշտարակում ու ամբողջ մարզում չեն կարողացել քահանա գտնել թաղման արարողության համար։ Գնացի քաղաք, եկա տեսա արդեն լցվել են ու տարել են, բայց ում են տարել, որտեղ են տարել, չգիտեմ։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին են տարել իրավապահ մարմինները ու էլի 5 հոգևորականի։ Հոգևոր ճգնաժամ էր մարզում առավոտյան։ Սգոսրահներում թաղման արարողություններն անցկացնող քահանա չէր մնացել։ Մատաղի ժամանակ ստեղ ասել գցելու տեղ չի լինում, հիմա մարդ չկա կանգնած։ Ուղղակի էսի կոռեկտ չի, էսի շատ վատ է, որ եկեղեցու դուռը հենց այս պահին փակ է։ Զարմանում են աշտարակցիները, ինչու հավատացյալ հոտից ոչ մեկը չկար, որ առաջնորդարանի ու իրավապահների արանքում կանգներ։ Այս ամենի մեղավորը մենք բոլորս ենք, մեծից մինչև փոքր, որովհետև չենք պայքարում մեր հայրենիքի համար։ Կույր պիտի լինել չհասկանալու համար, որ այդ արշավի մի տեսակ նաև շրջանակներում այս ամեն ինչ որ տեղի ունի։ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը նույնպես քաղաքական ենթատեքստ է տեսնում առավոտյան կատարվածի մեջ, ասում է վարչապետի մատն է խառը։ Ակնհայտ է վարչապետի կարգավիճակն ունեցող Փաշինյանը իր վրա է վերցրել միաժամանակ դատանի, դատախազի, քննիչի, օպերատիվ աշխատակցի լիազորություններ եւ դրա հենց այդ տրամաբանությամբ էլ գործում է քաղաքական հրահանգներով։ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Facebook-յան գրառմամբ է անդրադարձել, նշել, որ տուն պահելու, քաղաքականությամբ չզբաղվելու անվան տակ դաշտ են բացում եկեղեցու դեմ հարվածների։ Սա Մայրաթորի դեմ հարձակումների հերթական փուլն է։ Նաև իշխանության գլխավոր հարվածի նախապատրաստությունը, որն ըստ նախապես հայտարարվածի պետք է տեղի ունենա հոկտեմբերին։ Աբրահամյանի իշխանական գործընկեր Լուսինե Բադալյանը տեղի ունեցողին այլ մեկնաբանություն է տվել։ Նրա խոսքով երկրի ներսում դավադրություն հյուսող հոգևորականները պետք է պատժվեն։ Շատ ավելի ազնիվ կլինի, որ այդ հոգևորականները հանեն իրենց հագուստը եւ զբաղվեն քաղաքականությամբ, վերջ։ Իսկ եթե նրանք շարունակում են մնալ հոգևորական եւ այդ քողի ներքո անել որևէ դավադրություններ երկրի ներսում, ապա նրանք պիտի պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Արման Թաթոյանը մեր երկրից դուրս է տեսնում խնդիրը, ասում է նման են Ադրբեջանի հոգևոր առաջնորդի ու մեր քաղաքական ղեկավարության խոսույթները։ Ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանական հոգևոր առաջնորդը էլի նորից գնացել էր միջազգային այս անգամ հանրության մոտ, էլի բողոքում էր հայոց առաքելական եկեղեցու դեմ, հայոց առաքելական եկեղեցին պատերազմի քարոզիչ է, ռևանշիստ է, բայց խաղաղության, բայց ժողովուրդ ջան, դուք նայեք իրենց բառերը։ Մեկին մեկ համընկնում են։ Այլ բան է պարզվում լրագրողների հետ Դանիել Իոաննիսյանի զրույցից։ Ասում է հիմքը Հովանավանքի քահանայի հայտարարությունն է։ Իրենք դրա հիմքով հաղորդում են ներկայացրել դատախազություն առանց մանրամասներ նշելու։ Երբ որ հրապարակային դաշտում ժողովրդավարական կարգին դեմ ուղղված որևիցե արարքի վերաբերյալ հայտարարություն է լինում, մենք դրա հետ կապված միշտ հաղորդում ենք ներկայացնում։ Ինչն է արել ենք այս անգամ։ Այսինքն դա մեր դեպքում ստանդարտ բան է, հաղորդման մեջ ենթադրյալ կատարողների անուններ, բաներ, առավելևս եկեղեցականների անուններ, ոչինչ չկար։ Միայն ուշադրություն են գրավել, խնդրել են քննել։ Իդեպ Իոաննիսյանը հաղորդում էր ներկայացրել նաև Միքայել արքեպիսկոպոսի հայտարարությունների վերաբերյալ։ Հունիսին, երբ Շիրակի թեմի առաջնորդին ձերբակալեցին, նա բացահայտեց, որ ավելի վաղ իր դիմումին դատախազությունն ընթացք չէր տվել։ Սիմոն Հովանիսյան, Open Media։ Եկեղեցու հետ կատարվողը շատ ուղիղ կապ ունի Սամվել Կարապետյանի հետ, հիշում ենք նրան էլ կալանավորեցին, երբ Մայրաթորի ֆոնին խոսեց իշխանություն եկեղեցի հակամարտության մասին, ասաց մենք էլ մեր ձևով կմասնակցենք այդ ամեն ինչին, հետո այդ մեր ձևով արտահայտությունն էլ դարձավ նրա աջակիցների շարժման անունը եւ ահա Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ նիստը, որը նախորդին սկսվեց ու այդպես էլ չավարտվեց, այսօր շարունակվել է ու դեռ չի ավարտվել։
Եկեք մեկ օրինակ բերեմ, կարծում եմ դրանով բոլոր հարցերի պատասխանները կտրվեն։ 2025 թվականի հուլիսի 4-ին, երբ Սամվել Կարապետյանը դեռևս նույնիսկ մեկ ամիս չէր ինչ կալանավորված էր, դա կհիշեք հատուկ վերանայման բողոքը, որը ներկայացրել էին Ապոլինի կալանքի վերաբերյալ մակագրվել էր Արմեն Դանիելյանին եւ այդ ժամանակահատվածներ։ 10,000-ից ավել մեր հայրենակիցներ հավաքվել էին, մասնակցում էին հանրահավաքի։ Հանրահավաքը երթով շարժվել էր դեպի ազգային անվտանգության ծառայություն։ Մարդիկ վանկարկում էին մեր ձևով։ Եվ 10,000-ից ավել մարդկանց մասնակցությամբ հանրահավաքի ընթացքում նույնիսկ մեկ վարչական իրավախախտում տեղի չէր ունեցել։ Կարծում եմ դրանով բոլոր հարցերի պատասխանը տրված է։ Եթե իրավական գնահատական որևիցե մեկը եւ ոչ իրավաբան ոնց որ ես տամ, դա այն է, որ այս ամեն ինչի մեջ մենք չպետքա լինենք եւ Սամվել Կարապետյանը չպետքա գեթ 1 վայրկյան լիներ ձերբակալված կամ կալանավորված։ Ամեն ինչից անկախ չեմ վախենա այդ բառից, բայց հույս ունենք, որ դատավորը իր վճռի մեջ կլինի օրենքի սահմաններում եւ ոչ այլ միջնորդություններով։ Գիտեք, այստեղ իրավաբանություն չկա, ես չեմ տեսնում այստեղ իրավաբանություն, այստեղ պարզապես քաղաքական հրահանգների իրավական ձևակերպում է արված եւ արդեն այս պարագայում անիմաստ է, գիտեք, հասկանալ այս հոդվածն է, այն հոդվածն է, ակնհայտ է, որ խոսքը քաղաքական հետապնդման մասին է, ինչ հոդված էլ ուզում ադրվի, քաղաքական հրահանգն է հիմքում։ Հիմա այս արդեն մեծ հաշվով նշանակություն չունի եւ ես այո դա կապում եմ Սամվել Կարապետյանի գործունեության հետ, եկեղեցուն պաշտպանելու նրա գործունեությանը եւ ես նրա արարքում քրեական հետապնդման մասնագետ լինելով քրեական հետապնդման որևէ նշույլ այստեղ չեմ տեսնում։ Ադրբեջանում էլ աղմկարույց քրեական գործ հարուցվել, ձերբակալել են Ալիևների աշխատակազմի անփոխարինելի ղեկավար Ռամիզ Մեհդիևին, 87 տարեկան այս ադրբեջանցին Ալիևների աշխատակազմի ղեկավարն էր 95 թվականից։ Հիմա ամբողջ Ադրբեջանը նրան մեղադրում է դավաճանության, ավելի կոնկրետ Ռուսաստանի օգտին աշխատելու մեջ, նրան 4 ամսով տնային կալանքի են ուղարկել։ Մեհդիևին Ալիևը գործից հանել էր 2019 թվականին։ Նա հսկայական ունեցվածք ունի հատկապես Բաքվում ու քանի որ դավաճանության մասին է խոսքը, ենթադրվում է, որ նրա տասնյակ բնակարանները ու անհաշիվ հարստությունը Ալիևը կխլի օրենքով։ Ու չնայած Ադրբեջանում այս ձերբակալությունը նորից հակառուսական խրախճանք է հարուցել հատկապես ադրբեջանական մեդիայում, Մարիա Զախարովան այսօր նորից ասել է, որ Ադրբեջանի հետ ուզում են համագործակցել տարածաշրջանային տարբեր ձևաչափերով։ Լավրովի տեղակալն էլ հիշեցրել է Մոսկվայի առաջարկը, եթե ուզում եք, եկեք խաղաղության պայմանագիրը ստորագրեք Ռուսաստանում։ Դե իսկ Թրամփը, որի մոտ նախաստորագրել էին խաղաղության համաձայնագիրը, հրապարակել է սեփական պատկերով ահա այս պաստառը, որտեղ թվարկված են նրա դադարեցրած պատերազմները։ Մենք 7-րդն ենք, 8-րդն էլ Իսրայել-Գազան է, այս վերջինը, բայց կարևորը թվերը հիշվող են 8 ամսում 8 խաղաղություն, չնայած հունվարից է պաշտոնը ստանձնել, ինչևէ։ Հիմա փաստորեն պետք է մեկ ամսում փորձել Ուկրաինայի հարցերն էլ լուծել, որ հաջորդ պաստառում լինի 9 պատերազմ 9 ամսում կամ գտնել նոր պատերազմ, թեև Նոբելյան մրցանակն արդեն ուրիշին են տվել, կարելի է չշարունակել։ Առավել ևս, որ Ուկրաինայում վիճակը ծանր է, Զելենսկին նորից գնում է Թրամփի մոտ Վաշինգտոն ու ամերիկացիները կարծես լուրջ զենքեր են տալիս։ Դոնալդ Թրամփը սպառնում է Ուկրաինային տրամադրել հեռահար Թոմահաուք հրթիռներ, եթե Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը։ Այս հայտարարությունը, որն արվել է Իսրայել թռչելիս, կտրուկ սրել է իրավիճակը, ստիպելով աշխարհին քննարկել ոչ միայն պատերազմի ընձլայնման, այլև միջուկային էսկալացիայի հնարավորությունը։ Թրամփի խոսքով ինքը եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննարկել են Կիևի խնդրանքը Patriot համակարգերի հետ մեկտեղ ստանալու նաեւ Թոմահաուկներ։ Մենք քննարկեցինք, թե ինչ զենքեր են անհրաժեշտ Ուկրաինային։ Նրանց խիստ անհրաժեշտ են Patriot համակարգեր։ Նրանք նաև կցանկանային ունենալ Tomahawk հրթիռներ, ինչը զգալի առաջընթաց է։ Ես կքննարկեմ դա Ռուսաստանի հետ արդարության համար։ Tomahawk-ը բացառիկ զենք է, խիստ հարձակվողական։ Իսկ Ռուսաստանին դա պետք չէ, նրանք դրա կարիքը չունեն։ Ես ցանկանում եմ, որ պատերազմը կարգավորվի։ Կիևի իշխանությունները հետաքրքրված են Tomahawk ձեռք բերելով, որոնք կարող են Ուկրաինային թույլ տալ հզոր մարտագլխիկներով ճշգրիտ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերում գտնվող թիրախներին,
ներառյալ Մոսկվային։ Այս քննարկումներին զուգահեռ Ուկրաինայի էներգետիկ համակարգը գտնվում է կոլապսի եզրին։ Ռուսական հարձակումների հետևանքով Կիևում եւ երկրի մի շարք այլ մարզերում սկսվել են զանգվածային հովհարային անջատումներ, ինչը դարձել է ուկրաինական կողմի բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը Վաշինգտոնում։ Մինչ դիվանագետները քննարկում են նոր զինատեսակների մատակարարումը, ճակատային գծում շարունակվում են կատաղի մարտերը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է Դոնեցկի մարզում նոր բնակավայր գրավելու եւ Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին։ Իր հերթին Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնում է ռուսական գրեթե 100 հարձակում հետ մղելու եւ հակառակորդի հրամանատարական կետերին հարվածելու մասին։ Մոսկվայի արձագանքը Թրամփի հայտարարությանը եղել է կտրուկ։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան զգուշացրել է, որ թոմահաուկների մատակարարումը կհանգեցնի ճգնաժամի սրման նոր փուլի։ Մենք զգալիորեն կատարելագործել ենք մեր հոբ համակարգը։ Թեվավոր հրթիռը հզոր զենք է, որի ձեռքբերումը Կիևի ռեժիմի կողմից կհանգեցնի ուկրաինական ճգնաժամի սրացման նոր լուրջ փուլի։ Խնդիրը նույնիսկ այնքան էլ այն չէ, որ տոմահավքները կհայտնվեն Ուկրաինայի զինված ուժերի տրամադրության տակ, այլ այն, որ դրանց կիրառումն առանց ամերիկացի զինվորականների ուղղակի մասնակցության պարզապես անհնար է։ Ոչ պակաս կոշտ է արձագանքել Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա զգուշացրել է միջուկային պատերազմի վտանգի մասին։ Ոչ մի թոմահավք հարցը չի լուծի։ Դա իրավիճակը կհասցնի միջուկային պատերազմի էսկալացիայի։ Հավանաբար Դոնալդ Թրամփը սա ավելի լավ է հասկանում, քան որևէ մեկը, քանի որ նա չի շտապում հանձնել այս մահացու զենքը եւ թույլատրել հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերին, ինչի վրա որ հույսը դնում է նախագահ Զելենսկին։ Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ միջոցներ կիրառելու պատրաստակամության մասին, եթե Ուկրաինայի հակամարտությունը մոտ ժամանակներս չհաջողվի կարգավորել։ New York Times-ը գրում է, որ Պենտագոնն արդեն ունի պատրաստի ծրագիր Ուկրաինային թոմահաուկ հեռահար հրթիռներ վաճառելու եւ փոխանցելու համար, եթե Թրամփը համապատասխան հրաման արձակի։ Աննա Հարությունյան, Open Media։ Հաստատվող խաղաղությունների կողքին նոր պատերազմներ են սկսվում, Պակիստանն ու Աֆղանստանն են հիմա էլ բախվել, բավականին խառը պատմություն է Աֆղանստանում, որտեղ ամերիկացիները հեռանալուց հետո իշխանությունը հետ վերցրին տալիբները, չեն հասկանում ինչ են իրենցից ուզում Պակիստանում։ Իսկ Պակիստանն ընդամենը պահանջում է սահմանային հատվածում ահաբեկիչներին ոչ թե օգնել, այլ բռնել։ Տալիբներն էլ ահաբեկիչը լավ չեն պատկերացնում, ինչ է ու հատկապես ինչու է պետք բռնել։ Մի խոսքով զոհեր, վիրավորներ ու այսպես։ Ավելի քան 12 քաղաքացիական անձ է զոհվել եւ 100-ից ավել մարդ է վիրավորվել Աֆղանստանի եւ Պակիստանի ուժերի միջև վերջին բախումների հետևանքով։ Լարվածությունը պայմանավորված է Պակիստանի պահանջների վրա, որ Թալիբանի կառավարությունը գործի պակիստանյան ահաբեկիչների դեմ, ոչ թե տրամադրի ապաստան եւ օգնություն։ Քաբուլը հերքում է ահաբեկիչների հետ ցանկացած կապ։ Ինչպես գիտեք, անցած կիրակի օրվանից արտակարգ դրություն է հայտարարված։ 3 գիշեր Աֆղանստանի ուժերը Պակիստանից վրեժ լուծելու նպատակով հարձակում են սկսել։ Մոջահեդականները խիստ ոգևորված են, գրավել են նրանց բազմաթիվ հենակետերը։ Մեր ուժերի մարտական ոգին շատ բարձր է։ Բախումները ամենամահաբերն են 2021 թվականի Թալիբների իշխանությունը զավթելուց ի վեր։ Հանգեցրել են սահմանային անցակետերի փակման, առևտրի դադարեցման եւ բեռնված տրանսպորտային միջոցների խցանման, քանի որ Պակիստանը հիմնականում մատակարարն է աղքատ Աֆղանստանի համար։ Մենք առավոտյան հասանք այստեղ եւ ռմբակոծությունը սկսվեց։ Սրանք մահմեդականներին վայել արարքներ չեն։ Մենք թակարդում ենք առանց փողի, առանց հեռանալու հնարավորության։ Սա է այն, ինչ նրանք անվանում են մուսուլմանական եղբայրություն։ Մենք պարզապես փորձում ենք գոյատևել, ավելի լավ կլիներ սպանել մեզ։ Լարվածության ֆոնին Աֆղանստանի արտգործնախարար Ամիր Խան Մութահաքին հայտարարել է, որ Հնդկաստանը կվերաբացի 4 տարի առաջ փակված իր դեսպանատունը Քաբուլում 2021 թվականից ի վեր Հնդկաստան կատարած առաջին այցի ժամանակ։ Այս քայլը զգալիորեն ընդլայնում է Թալիբանի կառավարության դիվանագիտական կապերը, որը ձգտում է տարածաշրջանային տերությունների հետ խորացնել տնտեսական հարաբերությունները եւ հասնել միջազգային ճանաչման։ Հնդկաստան ու Աֆղանստան के ताल्लुकात रोज बरोज Հնդկաստանի եւ Աֆղանստանի միջև հարաբերություններն օրեցօր բարելավվում են։ Ուստի սա մեր առաջին այցն է Հնդկաստան։ Այսօր որոշում է կայացվել, որ Հնդկաստանը Քաբուլում իր տեխնիկական առաքելության մակարդակը կբարձրացնի հասցնելով դիվանագիտականի։ Իսկ մեր դիվանագետները կժամանեն Դելհի։ Այսպիսով մեր նպատակն է աստիճանաբար հասնել հարաբերությունների լիարժեք կարգավորման։ Լարվածության ֆոնին մտահոգություն է հայտնել նաև Չինաստանը, կողմերին կոչ արել զսպվածություն ցուցաբերել եւ հայտարարել է հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին։
Չինաստանը պատրաստ է շարունակելու իր կառուցողական դերակատարումն ունենալ Պակիստանը-աֆղանական հարաբերությունների բարելավման եւ զարգացման գործում։ Չինաստանը երկու կողմերին կոչ է արել կոնկրետ միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում չինացի անձնակազմի, նախագծերի եւ հաստատությունների անվտանգությունն ապահովելու համար։ Պակիստանի հետ ռազմական հակամարտության սրմանը զուգահեռ Թալիբանը դիվանագիտական նշանակալի հաջողություն է արձանագրում Հնդկաստանի հետ, ինչը բացահայտում է Աֆղանստանի արտաքին քաղաքականության մեջ նոր ուղղության որդեգրումը։ Դավիթ Գենջոյան, Riopan Media։ Ու քանի որ մի պատերազմ դադարեցնում ես մյուսն է սկսվում, Դոնալդ Թրամփը կարող է հանգիստ վերադառնալ իր սիրելի գործին՝ Չինաստանի հետ առևտրային պատերազմին։ Այս երկու գերհզոր տնտեսությունների միջև մաքսատուրքերի փոխհրաձգությունը սպառնում է ամբողջ աշխարհի տնտեսությանը։ Այս զարգացումները նոր թափ են ստացել Թրամփի ու Սի Ցզինպինի նոյեմբերի 1-ին սպասվող հանդիպման ընթառաջ։ Այդ օրը կարող են ընդունվել շատ լուրջ որոշումներ։ Աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև դիմակայությունը կրկին թեժանում է։ Այն բանից հետո, երբ տարեսկզբին Վաշինգտոնն ու Պեկինը թվում էր համաձայնության էին եկել մաքսատուրքերի հրադադարի շուրջ, հիմա պարզվում է դա լռություն էր փոթորկից առաջ։ Կողմերը սկսել են մեկը մյուսի համար նավահանգստային նոր վճարներ սահմանել, ինչը դառնալու է ապրանքների թանկացման եւ աշխարհում տնտեսական նոր ցնցումների պատճառ։ Ամեն ինչ սկսվեց նախորդին, միմյանց նավերի համար նոր վճարներ սկսեցին գործել։ Ի պատասխան փայտանյութի եւ կահույքի վրա սահմանած ամերիկյան մաքսատուրքերի, Չինաստանը խստացրեց վերահսկողությունը հազվագյուտ մետաղների արտահանման վրա։ Չինաստանը այս հակաքայլերով ընդհանրապես պաշտպանվում է, ցանկանում է, որ չոտնահարվեն չինական ձեռնարկությունների օրինական իրավունքներն ու շահերը։ Երկխոսության կոչերը կարծես չեն հասնում Սպիտակ տուն, նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինի քայլերին արձագանքել է իրեն բնորոշ կոշտ ոճով, սպառնալով Չինաստանին լրացուցիչ 100%-անոց մաքսատուրքով։ Սակայն ոչ բոլորն են հավատում, որ Թրամփը կգնա նման ծայրահեղ քայլերի։ Վերլուծաբանները նշում են, որ սա կարող է լինել բանակցային դիրքեր ամրապնդելու մարտավարություն, նախագահ Սիի հետ սպասվող հանդիպումից առաջ։ Անսպասելիորեն նրանք հանդես եկան այս ամբողջ ներմուծման եւ արտահանման գաղափարով, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտեր։ Պետք է սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ, երկու կողմերի համար շատ բան է դրված խաղաղասեղանին, որպեսզի նրանք հանդիպեն։ Եթե Թրամփն ու Սին չհանդիպեն, աշխարհի մնացած մասը, հատկապես շուկաները, դրան լավ չեն արձագանքի։ Այս պայմաններում որոշ փորձագետներ կոչ են անում Վաշինգտոնին վերանայել իրենց մոտեցումը Չինաստանի նկատմամբ առճակատումից անցնելով երկխոսության։ Երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարծենում էր իր համաշխարհային գերակայությամբ, Չինաստանը պարզապես շարունակում էր աճել։ Չինաստանը վտանգ չէ, խոսեք Չինաստանի հետ, համագործակցեք Չինաստանի հետ, վարեք դիվանագիտություն։ Ինչպես կարող է գլոբալ հակամարտությունը անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա։ Ազդեցություններ կարող են լինել իհարկե եւ կլինեն, բայց դրանք շատ մեծ չեն կարող լինել ապրանքաշրջանառությունը երկու երկրների հետ, հատկապես Միացյալ Նահանգների հետ, այդքան մեծ չէ։ Դրական առումով ոսկու արտահանման բաղով իհարկե համաշխարհային շուկայի նրա դրական ազդեցություն կունենան։ Այսպիսով աշխարհը սպասում է նոյեմբերի 1-ին ասիական եւ խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթնաժողովում կհանդիպեն Թրամփը եւ Սի Ցզինպինը։ Հենց այստեղ պարզ կդառնա նոր ավելի կործանարար առևտրային պատերազմ է աշխարհին սպառնում, թե կհաղթի դիվանագիտությունը։ Անի Հովհաննիսյան, Riopan Media։ Ֆրանսահայ ռեժիսոր Գորյուն Ապրիկյանը ստեղծել է կոմիքսների մի ամբողջ գիրք Արցախի մասին։ Գիրքը կոչվում է «Մենք ենք մեր սարերը» եւ կոմիքսներով պատմում է Արցախի ամբողջ պատմությունը։ Կոմիքսներն առհասարակ հատկապես Ֆրանսիայում վերջին շրջանում շատ մեծ ժողովրդականություն են սկսել վայելել, եթե նախկինում դրանք ավելի շատ մանկապատանեկան բովանդակություն ունեին ու նախատեսված էին երեխաների ու դեռահասների համար, այսօր կոմիքսները մեծ պահանջարկ են վայելում նաեւ մեծահասակների շրջանում։ Գրքի շնորհանդեսը Ֆրանսիայում տեղի է ունեցել այսօր ու ինչպես ինձ հուշեց մեր ֆրանսալեզու թողարկումների հեղինակ Հասմիկ Առաքելյանը, Գորյուն Ապրիկյանի հոր կոմպոզիտոր Գարբիս Ապրիկյանի անունով հենց այսօր Փարիզի կենտրոնում հրապարակ են անվանակոչել։ Ֆրանսիացի լրագրող Էլիզը 1990-ին բացահայտում է Արցախն ու ռմբակոծությունների տակ ապրող հայրենիքը չլքող արցախցիների չկոտրվող ոգին։ Էլիզը ֆրանսահայ ռեժիսոր Գորյուն Ապրիկյանի Արցախին նվիրած կոմիքսների գրքի հերոսուհին է։ Հեղինակն այն անվանել է «Մենք ենք մեր սարերը» եւ եվրոպացի լսարանին ներկայացրել հայկական Արցախի իրական պատմությունը, այնպես, ինչպես որ կա հին ժամանակներից մինչև մեր օրեր։ Լեռնային Ղարաբաղի պատմությունը հասկանալու համար պետք է իմանալ հայերի պատմությունը, Օսմանյան կայսրության, պարսկական, ռուսական կայսրությունների պատմությունը։ Հայաստանը մոլորակի շատ փոքր մի մասն է, բայց այն աշխարհի թեժ կիզակետում է։
Եվ ես կարծում եմ, որ արևմտյան ընթերցողները պետք է հետաքրքրվեն սրանով, եւ դա նրանց թույլ կտա ոչ միայն հասկանալ Արցախի պատմությունը, այլև դրա միջոցով շատ բան կիմանան ընդհանուր համաշխարհային պատմության մասին։ Ղարաբաղյան շարժման, Արցախյան հերոսամարտի պատմությունից մինչև 44-օրյա պատերազմ, բլոկադա, Արցախի էթնիկ զտում եւ Թրամփի ճանապարհի համաձայնագիր, որտեղ ոչ մի բառով նշված չէ արցախցիների հարցը։ Սցենարիստը սկսել է աշխատել այս նախագծի վրա ավելի վաղ, քան 2023-ի ողբերգական դեպքերը տեղի կունենային։ Վերջին պահին դրանք էլ է ավելացրել։ Կոմիքսների գեղարվեստական պատմությունը համեմված է դոկումենտալ դրվագներով։ Ինձ համար սա այս գիրքը ստեղծելը Արցախի պայքարում իմ բաժին փոքրիկ քարը դնելն է։ Սակայն ցավում եմ, որ այդ քարը շատ ուշ դրեցի, այդուհանդերձ ուրախ եմ, որ հանդիպածս դժվարությունների ճանապարհին կարողացա այն ամեն դեպքում ավարտին հասցնել։ Արցախին նվիրված առաջին կոմիքսների գիրքն արդեն իրականություն է։ Գրքի համասցենարիստը Ժան-Բլեզ Դիժանն է, իսկ պատկերազարդողը իտալուհի Մարիա Ռիկոն, որոնք հեղինակի հետ միասին Լեռնային Ղարաբաղի պատմությունը ներկայացրել են խնամքով յուրաքանչյուր դետալ հաշվի առնելով, հատկապես որ գիտեին Գորյուն Ապրիկյանի սրտում այն հատուկ տեղ է գրավում։ Ես մոտ 1 ամիս մնացի Արցախում։ Դա շատ չէ, բայց այնուամենայնիվ բավական ժամանակ է երկրին մի փոքր ընտելանալու համար։ Հանդիպեցի մարդկանց, իսկ հետո գրեցի Արցախի պատմությունը։ Արցախի կորուստը, մարդկանց ապրած ցավը, պատերազմը, շրջափակումը հսկայական ցավ է։ Այսօր ես նոր եմ գիտակցել, որ այլևս երբեք չեմ կարողանալու այնտեղ գնալ։ Նոր եմ հասկանում, որ այս բոլոր տարիների ընթացքում պետք է շատ ավելի հաճախ գնայի Արցախ։ Պետք է երեխաներիս էլ ստիպեի ավելի հաճախ այցելել Արցախ։ Եվ կարծում եմ ուղղակի ջուրը զգալը, հողը զգալը, քարին դիպչելը, այս ամենին ահա որ կարոտում եմ։ Գորյուն Ապրիկյանն ասում է, Արցախի կորուստը նման է սգի, երբ ինչ-որ մեկին կարոտում ես, երանի ես տալիս, որ նրան պետք է ավելի հաճախ գրկեիր։ Հասմիկ Առաքելյան, Reopen Media։ Ֆրանսիայում մեր սփյուռքի հաջողություններից շատ կտրուկ անցնենք Երևանի փողոցներում մեր բոլորի անհաջողություններին, աշուն է, տրամաբանական է, որ անձրև շատ կգա ու իհարկե մեծ հավանականությամբ փողոցները նորից կհեղեղվեն, ինչպես վերջերս հաճախ է լինում։ Եվ ահա մեր հայրենակից ծրագրավորող Էդուարդ Հայրումյանը որոշել է անձամբ լուծել հեղեղատարների հարցը եւ մաքրել դրանք որքան հնարավոր է։ Ասում է Էդուարդ ջան, ձեռնոց հագեք էլի։ Ինքը մաշկի գույնա ոչ մեկ չհասկանում։ Երևանի փողոցներից մեկում կարելի է հանդիպել Էդուարդ Հայրումյանին։ Ձեռքին սովորական բահ, կողքին աղբով լիկույտեր։ Նա ծրագրավորող է, բայց իր ազատ ժամանակը տրամադրում է մի գործի, որն իր համոզմամբ շարքային քաղաքացին ընդհանրապես չպետք է աներ։ Վերջին տարիներին մայրաքաղաքում հորդառատ անձրևներից հետո առաջացած հեղեղներն ու դրանց կուտակումներն էին պատճառը, որ Էդուարդը որոշեց ինքնուրույն անցնել գործի։ Էդուարդը մաքրում է քաղաքի խցանված հեղեղատարները, փորձելով լուծել մի խնդիր, որը տարիներ շարունակ չեն կարողանում անել պատկան մարմինները։ Իմ պատկերացմամբ սա այն խնդիրը չի, որի վրա պետք է ուշադրություն դարձնի քաղաքացին, այս խնդիրը նենց պետք է լուծված լիներ, որ մարդիկ չնկատեին էլ ընդհանրապես սենց խնդիր գոյություն ունենալ իրավունք չկա էլի։ Նրա աշխատանքի մեթոդը բազմաշերտ է։ Նա ոչ միայն ֆիզիկապես բացում է խցանված դիտահորերը, այլև իր գործունեությունը վերածում է քաղաքացիական ճնշման գործիքի։ Ինչքան հնարավոր է քանդում եմ, ցույց եմ տալիս, որ կա փոսը, կա հեղեղատարը ու հավելվածով հայտ եմ բացում Երևանի քաղաքապետարան։ Գործիքը, որի մասին նա խոսում է, Active Citizen հավելվածն է։ Խնդիրը տեղում լուսանկարելուց եւ հայտը գրանցելուց հետո նա տեսանյութերը հրապարակում է նաեւ Facebook-ում, մատնանշելով պատասխանատու կառույցներին։ Մաքրել հանված աղբը։ Սա այսպես ուղարկում ենք քաղաքապետարանին։ Արդեն իրանք համապատասխան այս խնդիրը, հիմա այս հանված աղբը, սա Երևանի քաղաքապետարանի խնդիրն է, պետք է գա եւ տանի ԵԱՍՄ-ի, իսկ դիտահորի հեղեղատարի բացելու շարունակությունը արդեն վիոլա ջրի խնդիրն է։ Արդյունքները թեև մասնակի, բայց կան նրա եւ այլ ակտիվ քաղաքացիների բացացայտերի շնորհիվ Թևոսյան, Ռուբինյանց, Միասնիկյան փողոցներում մի շարք հեղեղատարներ մաքրվել են, տեղ-տեղ նույնիսկ նոր կափարիչներ են տեղադրվել։ Սակայն ըստ ակտիվիստի խնդիրն ավելի խորն է։ Հաճախ պատասխանատուները, օրինակ Վիոլա ջուր ընկերությունը, ըստ նրա կատարում են ոչ լիարժեք աշխատանք։ Խողովակը բացեցինք, պարզ երևում է, որ այս է խողովակը, ինչպես եւ ամենասկզբից
պատկերացնում էի խողովակի ներսը եւս փակված է, հիմա սա փաստացի ձեռքի գործիքներով անհնար է բացելը։ Նրա խոսքով հատուկ տեխնիկա, որի օգնությամբ կարող է րոպեների ընթացքում մաքրել խողովակները, հազվադեպ է կիրառում։ Փոխարենը աշխատակիցները գալիս են դույլերով ու բահերով, կրկնելով այն, ինչ ակտիվիստն արդեն արել է։ Էդուարդ Հայրումյանն այս գործով զբաղվում է արդեն 5 տարուց ավելի։ Երևանի պետական համալսարանի շրջանավարտ է։ Արմատներով Արցախից է, մինչև 2008 թվականն ապրել է Ստեփանակերտում։ Նրա գործունեությունը միայն հեղեղատարներով չի սահմանափակվում։ Ես աշխատում եմ իմ օրվա գրաֆիկի մի հատվածը, դա կլինի մի ժամ, կես ժամ, 10 րոպե, թե ինչքան, տրամադրել քաղաքին։ Եթե ինչ-որ գործ չեմ նախաձեռնում այդ ընթացքում, ապա գոնե մի 5-10 հատ հայտ եմ բացում, թեժգից եմ զանգում, կլինի դա գիշերային լուսավորություն, 4 ծառերի հետ, փողոցի մաքրություն, չգիտեմ, մայթի ասֆալտ, քանդված եզրաքար, նստարանի վերանորոգում։ Այդ ամենից զատ Էդուարդը կազմակերպում է նաև շաբաթօրյակներ եւ ծառատունկեր, հիմնականում սեփական միջոցներով ու անձնական գործիքներով։ Էդուարդի գլխավոր նպատակը, սակայն ոչ այնքան խնդիրները միայնակ լուծելն է, որքան մարդկանց մեջ անտարբերությունը վերացնելը, սրտացավությամբ վարակելը։ Ամենակարևոր կոմպոնենտը իմ բլոգի վարման հետ է, որ մարդկանց մեջ արթնացնենք անտարբեր չլինելը, որպեսզի մարդիկ իրենց շրջակայքի, իրենց բակի առնվազն նկատմամբ չլինեն անտարբեր ու չհանդուրժեն այն ամեն վատը, ինչ տեսնում են իրենց կողքը։ Եվ մինչ պատկան մարմինները շարունակում են իրենց բնորոշ իներտությամբ արձագանքել խնդիրներին, Էդուարդը հերթական դիտահորի մոտ ցույց է տալիս բացված, բայց դեռևս աղբով լի խողովակը։ Նա հանգիստ, բայց վստահորեն նորից բացում է հավելվածը, եւս մեկ անգամ հիշեցնելով, որ քաղաքը պատկանում է իր քաղաքացիներին։ Նարինե Ղուկասյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Եվ իհարկե ֆուտբոլի մասին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում այս անգամ պարտվեցինք Իռլանդիային։ Այս անգամ ճակատագրական էր այն, որ հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը կարմիր քարտ ստացավ մրցակցի դեմքին գլխով հարվածելու համար։ Հիմա մենք խմբում վերջին տեղում ենք։ Խաղից հետո էլ խոսել է մարզիչը։ Մենք շատ լավ պատրաստվել էինք։ Մենք խաղից առաջ գիտենք, որ մրցակից մարզիչը կփոխի սխեման, մենք հասցրեցինք ռեակցիա տալ, պրատիվայադը գտանք եւ կարողանում էինք փակել եւ ունենալ մեր մոմենտները։ Ես վստահ եմ, որ մենք կարող ենք հաջողության հասնել 11-11-ի դեմ, բայց երբ մնացինք 10 հոգով, ես չվախեցա գնայի վաբանկ եւ փոխեցի սխեման։ Ես խաղի ընթացքում փոխել եմ 3 անգամ սխեման, մեկը ընդմիջմանը, մեկը 10 հոգու ժամանակ եւ ցանկանում էի իմ թիմին ինչ-որ բանով օգնել, բայց մոտիկ էինք, որ արդյունքը լիներ այլ։ Բայց ցավոք սենց է, բայց սա մեծ փորձ է մեր համար։ Եվ վստահ եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, կարևորը ոգին պահել, միասին լինել ու շարժվել առաջ, նվիրված։ Այսքանը հետևեք մեզ սոցցանցերում եւ բաժանորդագրվեք, անփորձանք գիշերը մաղթում ստերություն։